Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է Ինչն է մարդուն պահում հայրենիքում, երբ աշխարհը լի է ավելի գայթակղիչ ու մեծ հնարավորություններով։ Հայրենակից հաղորդաշարի այսօրվա հերոսը գտել է այդ հարցի իր պատասխանը։ Արա Շամիրզայանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձառու մասնագետ է, միջազգային ակնառու կարիերա ունեցող ոլորտային ղեկավար, որն աշխատել ու ապրել է աշխարհի տարբեր երկրներում։ Սակայն նրա պատմության առանցքում ոչ թե մասնագիտական հաջողություններն են, այլ հայրենադարձության պատմությունը։ Երբ ընտանիքը պատրաստվում էր տեղափոխվել ԱՄՆ, նա առանց երկմտելու ընտրեց Հայաստանը։ Այսօր նա միջազգային ՏՏ ոլորտում կայացած մասնագետ է։ Պարոն Շամիրզայան, բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Բարև ձեզ, շատ լավ, շնորհակալություն։ Այսօր խոսելու ենք ձեր կյանքի, գործունեության եւ Հայաստան տեղափոխվելու մասին։ Պատրաստ եք։ Այո, բայց մինչև մեր զրույցը սկսելը կուզենայի մի հատ խնդրանքով դիմել ձեզ։ Մեր մոտ սովորույթ է ինձ հետ խոսելուց խոսում են դուով եւ անունով։ Անունով։ Փորձեմ ուրեմն հետևել ձեր ընկերության ներքին կանոնակարգին։ Շնորհակալություն։ Արա, դուք ծնվել ու մեծացել եք Իրանում, բայց առաջարկում եմ մեր զրույցը սկսենք մի քիչ ավելի խորքից, ձեր արմատներից։ Ովքեր են նրանք եւ երբ ու ինչ հանգամանքներում են հայտնվել Իրանում։ Ինչպես ճնշող մեծամասնությունը իրանահայերի, իրանական սփյուռքը ձևավորվել է մոտարպես 400 տարի առաջ, Շահ Աբբասի ժամանակ, երբ ինքը գրավելով մեր Հայաստանը մի շարք հայերին պարտադրեց գաղթեն դեպի Իրան, իմ նախնիներն էլ դրանց շարքում են եղել եւ կարելի ասել մոտարպես 400 տարի է ապրում էին Իրանում։ Վստահ եմ, որ ձեր ընկալումների եւ աշխարհայացքի ձևավորման վրա մեծապես ազդել այն միջավայրը, որտեղ մեծացել եք, այսինքն Իրանը։ Ինչ է տվել ձեզ իրանական միջավայրը։ Միանշանակ, այդպես է, ես երևի կյանքից կեսի չափը այնտեղ եմ ապրել եւ եթե ուզենամ առանձնացնեմ, երևի համառություն եւ ճկունություն հասնել նպատակներին, դա ինձ թվում է իրանական հատկանիշներ են եւ շատ օգնել է ձեր հետաքրքիր կարիերայի ընթացքում։ Միանշանակ օգտակար է եղել դրան։ Իրանից բացի դուք նաև ապրել, ուսանել եւ գործունեություն եք ծավալել Ֆրանսիայում, Բահրեյնում, Ֆիլիպիններում, բայց այնուամենայնիվ ինչ որ պահի սկսեցիք մտածել հայրենադարձվելու մասին, Հայաստան տեղափոխվելու մասին, ինչու՞։ Իրականում Իրանից հետո անմիջապես Հայաստան եմ եկել, հիմնականում որպես ուսումս շարունակել, Իրանում բակալավր ստանալուց հետո եկել եմ այստեղ ամերիկյան համալսարանում եւ դրանից հետո հենց Հայաստանում աշխատանքի եմ անցել, հետո աշխատանքային բերումով տեղափոխվել եմ սկզբում Ֆիլիպիններ, երևի 5.5 տարի Ֆիլիպիններում եմ ապրել, աշխատել եւ էլի գործուղումների բերումով տեղափոխվեցի Բահրեյն եւ Ֆրանսիա։ Բոլոր այդ երկրներում ամենահետաքրքիր փորձը սովորել եմ ապրել ինձնից տարբեր մշակույթներում, ինձնից տարբեր մարդկանց հետ եւ հասկանալ տարբերությունների խորքում մեկը մարդկային գործոնն է, որ ազդում է մեր կյանքի վրա։ Արա, վստահ եմ, որ նաև մասնագիտական առումով եք բավականին հարստացել, փորձ ձեռք բերել։ Արդյոք այնտեղ ձեռք բերված փորձը կարողացել եք տեղայնացնել եւ կիրառել Հայաստանում։ Ինչքան էլ կան տարբերություններ, իրողությունները նաև սովորություն են կրկնվելու եւ ցանկացած թե ձեռքբերում, թե սխալ առիթ է նոր բաներ սովորելու եւ կիրառելու, բայց նաև կուզեի ասել, որ նույն ձև տարբեր առանձնահատկություններ ունի Հայաստանը, ղեկավարման մեթոդները, որ աշխատում է Ֆիլիպինում, չի աշխատում Հայաստանում եւ հակառակը, եւ դա այն բաներից է, որ իրականում տարբեր երկրներում ապրելով ես սովորել եմ։ Հետաքրքիր է, ինչն էր ձեզ պակասում այլ երկրներում, այդ թվում նաեւ Իրանում, որտեղ ծնվել ու մեծացել եք, եւ ինչ եք գտել Հայաստանում։ Դե Իրանում
մեծանալու ընթացքում ոնց որ երևի մեծամասնություն հայկական համայնքի մոտ ա եղել, միշտ եղել է ցանկություն վերադառնալ հայրենիք գաղափարը։ Իսկ իմ մոտ այդ առիթը ստեղծվեց, որ տեղափոխվեմ եւ ամենահիմնական բանը պատկանելությունն էր, որ ես զգացի կա Հայաստանում ժամանակավոր ապրելու զգացում երբևէ չի եղել, հենց առաջին օրվանից որ եկել եմ Հայաստան, իսկ մյուս երկրներում դա միշտ եղել է, որ այստեղ ինչ-որ մի հատ ժամանակավոր հանգրվան է։ Մի առիթով դուք նշել եք հարցազրույցներից մեկում, որ Հայաստանում դուք ձեզ տանն եք զգում։ Ինչ զգացողություն է դա։ Հենց բառացի տանը լինելու մենք միշտ ասում ենք տանը մարդ հոգս է տանում, տան վիճակը կարևոր է, խնդիրները լուծելը կարևոր է եւ ի վերջո տունը քոնն է, ոչ մեկ չի կարող քեզ տեղից հանել։ Այդ բոլոր զգացումները կա ամեն անգամ, երբ որ թեկուզ ճամփորդությունից հետ եմ գալիս Հայաստան կամ ուրիշ երկիր տեղափոխվել, հետո հետ եմ եկել Հայաստան, հենց բառացի տանը լինելու զգացումն է։ Խոսենք նաև Հայաստան տեղափոխվելուց հետո ձեր կյանքի առաջին շրջանի մասին, վստահ եմ, որ դժվարություններ, խնդիրներ ունեցել եք։ Ինչն է օգնել ձեզ հաղթահարել դրանք։ Կային միանշանակ շատ դժվարություններ, մանավանդ ահագին տարբեր էր 2000-ականների սկզբի միջավայրը, քան հիմա։ Հիմա բազմազանությունը շատ մեծ է մեր Հայաստանում, մանավանդ Երևանում, իսկ այն ժամանակ այդպես չէր, կարելի ասել ապրելով մի միջավայրում Իրանում որպես փոքրամասնություն, հետո սկզբի ընթացքում Հայաստանում էլ այդ փոքրամասնության զգացում կար, երևի իմ նշած համառությունը, որ ես եկել եմ եւ պիտի ընդգրկվել հայաստանյան կյանքի մեջ, դա եղել է գլխավոր բանը, որ որոշել եմ, որ տեղափոխվեմ, ուրեմն ես իրանահայից դառնում եմ հայաստանցի, այդ է եղել նպատակը եւ ինձ թվում է ստացվել է։ Երբ արդեն զգացիք, որ դուք ձեզ համարում եք Հայաստանի հասարակության լիարժեք անդամ։ Երբ իմ բազմաթիվ համառությունների շնորհիվ շենքի հարևանները սկսեցին իմ անունը իմանալ եւ բարևիս պատասխանը տալ։ Շատ հետաքրքիր է։ Արա խոսենք նաև ձեր մասնագիտական գործունեության մասին։ Ինչպես է սկսվել ձեր ճանապարհը WebFontaine ընկերության հետ եւ այսօր ինչով է զբաղվում ընկերությունը եւ ինչ գործառույթներ ունի ընկերության գլխավոր տեխնոլոգիական տնօրենը։ Ես արդեն վերջին ամիսներում, երբ որ ամերիկյան համալսարանում պիտի ավարտեի, սկսեցի դիմել աշխատանքային տարբեր տեղերին դիմում էի ուղարկում։ WebFontaine-ը դրանցից մեկն էր 2005 թվին նոր հիմնված ընկերություն էր WebFontaine-ը եւ ես հարցազրույցի դիմեցի որպես սկսնակ ծրագրավորող ընկերությունում եւ այն ժամանակ ստացա աշխատանքային առաջարկ։ Ուրիշ առաջարկներ ունեի, հիմնականում մտածեցի նոր հիմնվող ընկերությունը եւ եթե ընկերության գործերը լավ գնա, ինձ մոտ հնարավորություն կա կարիերայի աճ ապահովել, իրականում այդպես էլ եղավ։ Ընկերությունը մասնագիտացված է ծրագրային փաթեթներ առաջարկել կառավարություններին առևտրի թվայնացման հողում եւ ես արդեն ղեկավարում եմ ծրագրերի իրականացումը, նոր ծրագրերի ստեղծման բաժինը։ Նաև դուք պատասխանատու եք ընկերության զարգացման եւ հետազոտական աշխատանքների համար։ Այս առումով ռազմավարական ինչ ծրագրեր ունեք առաջիկա տարիների համար։ Տեսեք, ՏՏ ոլորտը շատ արագ զարգացում է, շատ արագ տեմպերով զարգանում է, այն ինչ որ հիմա հասանելի է մի քանի տարի առաջ կամ կարող է ինչ-որ դեպքերում ամիսներ առաջ հասանելի չէր։ Մենք պրոդուկտ արտադրող ընկերություն ենք եւ պրոդուկտը արդիական լինելու համար միշտ պիտի հետևի վերջին ՏՏ-ում արկա հնարքներին, արկա հնարավորություններին։ Մեր խումբը այստեղ անընդմեջ ուսումնասիրությունների, անընդմեջ փոփոխությունների մեջ է, որ ցանկացած պահին մենք մեր առաջարկությունները լինեն համահունչ այս պահի արկա տեխնոլոգիաներին, որպեսզի ընկերություն կարողանա իր մրցակցային դիրքը պահպանի։
Արա դուք այսօր փաստացի ձևավորում եք առևտրային տեխնոլոգիաների պորտֆոլիո ու նաև շատ անգամ այն հիմնված է լինում արհեստական բանականության վրա։ Հետաքրքիր է ովքեր են ձեր հաճախորդները եւ ինչ ակնկալիքներով են նրանք դիմում ձեր ընկերությանը։ Մեր հաճախորդները կառավարություններն են տարբեր երկրների եւ իրենց հիմնական մտորումը լինել արդիական, լինել հնարավորինս էֆեկտիվ իրենց աշխատանքներում։ Եվ այո, մենք օգտվելով արհեստական բանականությունը մեր ծրագրերում դա ապահովում ենք, թե ապահովում ենք իրենց հնարավորինս ավտոմատացված ընթացակարգ եւ միևնույն ժամանակ օգտվելով արհեստական բանականությունից իրենց տրամադրում ենք ռիսկերի կառավարման եւ պաշտպանողական հնարքներ, որը առավել կարեւոր է այս պահին կառավարությունների համար։ Շարունակելով ռիսկերի թեման, խոսենք նաև արհեստական բանականության առաջացրած ռիսկերի մասին։ Որոնք են դրանք։ Իրականում ամենամեծ ռիսկը, որ կարող եմ մատնանշել, ճիշտ սահմանափակումներ դնել արհեստական բանականության մեջ, թե ինչն ենք մենք թույլ տալիս բանականությանը, ինչը թույլ չենք տալիս։ Արհեստական բանականությունը շատ լավ է տվյալների վերլուծություն, շատ լավ է կանխատեսումներ անելու, ինչ-որ քայլեր ձեռնարկելու, բայց սահմանում մնում է հենց բանականության մեջ։ Մենք չենք տալիս դատողությունների իրավունք արհեստական բանականության, այսինքն դատողությունը մնում է մարդուն, այո։ Մի այսպիսի տարածված կարծիք կա, որ արհեստական բանականության զարգացումը ի վերջո մի օր հանգեցնելու է ծրագրավորողների եւ ՏՏ ոլորտի մասնագետների պահանջարկի նվազմանը։ Հետաքրքիր է լսել ձեր կարծիքը։ Չեմ կիսում կարծիքը մի քանի բացատրությամբ։ Տեսեք, փոփոխվում է շատ արագ տեմպերով, ՏՏ ոլորտը փոփոխվում է։ Եթե ինչ-որ մասնագետ դիմադրում է փոփոխության եւ չի փորձում փոփոխություններին ինքն էլ համակերպի եւ հնարավորություններ փնտրի, այո, այդ ձևի մասնագետը երևի լուրջ խնդիրներ կունենա կամ արդեն լուրջ խնդիրներ ունի աշխատանք գտնելու մեջ, բայց եթե մասնագետը նաեւ ինքը իրեն փոփոխում է, սկսում է հնարավորությունները կիրառել, հնարավորությունները օգտվել, այդ ձևի մասնագետների պահանջը ոչ թե պակասել, այլ ավելի շատանալու է։ Արա, ինչպես գիտենք, դուք միջազգային խոշոր տեխնոլոգիական կազմակերպություն եք ղեկավարում։ Հետաքրքիր է, ինչ առաջնորդական հատկանիշներով եք առաջնորդվում եւ թիմային աշխատանքի բանաձև ունեք։ Այո, առաջի բանաձևը նայր, որ այս հարցազրույցի սկզբում ձեզնից խնդրեցի շփվել դույով եւ անվանական անունով, դա դիտավորյալ է արվում մեր ընկերությունում, մեր հիմնարկում հիմնական աշխատում են երիտասարդներ, շատ երիտասարդներ եւ բավականին տաղանդավոր եւ այդ մարդիկ պիտի զբաղվեն հիմնականում նորարարությունով, այսինքն իրանք պիտի աշխատեն անկաշկանդ մի միջավայրում, որ չկա պարտադիր հիերարխիաներ, որ ինչ-որ մարդուն դիմելու, ինչ-որ հարց քննարկելուց պիտի սահմանափակումներ մտցվի եւ պիտի հանգիստ լինի։ Դա առաջին հարցն է։ Մյուսը ես մեր հանդիպումներում հիմնականում խոսում եմ ամենավերջինը։ Բոլորը պիտի արտահայտեն իրենց կարծիքը եւ հետո ես կիսվեմ իմ կարծիքը եւ դա էլի արվում է հենց համոզվելու, որ բոլորը առանց որևէ կաշկանդվածության արտահայտում են իրենց կարծիքը եւ ես իմ կարծիքը ասելով չեմ ազդում ակամա ինչ-որ աշխատողի կարծիք լսելու, որովհետեւ կան խմբում մարդիկ, հույսով եմ մեծամասնում, ինձ են շատ ավելի խելոք են եւ այդ մարդկանց կարծիքը լսել, դրա այդ մարդկանց կարծիքի հետ հաշվի առնելը շատ կարեւոր է։ Իսկ մյուս կողմից շատ աշխատանք ենք տանում թիմային համագործակցության վրա։ Դա ինչ է նշանակում, այդ նույն կարծիքը կիսվելուց հետո հիմնավորվում է որոշում եւ բոլորը փորձում ենք սովորենք, որ
երբ որ որոշում է կայանում, թիմով պիտի բոլորը աշխատեն այդ որոշման իրականացման վրա, անկախ թե իրենք կարծիք հայտնելուց կողմ են եղել, թե դեմ։ Բավականին հետաքրքիր մոտեցում է կիրառում ձեր ընկերության մեջ։ Իսկ եթե խոսենք ընդհանուր Հայաստանում ՏՏ միջավայրի մասին, արդյոք կան բավարար պայմաններ այս ոլորտում զարգանալու եւ հաջողությունների հասնելու համար։ Բավարար պայմաններ կասեի կան, այո, բարելավման տեղեր, այո, միանշանակ կան։ Ոլորտի հետ ուղղակի կամ անուղղակի կապված մարմիններ, հաստատությունները աշխատում են խնդիրները լուծելու եւ բարելավելու, թե պետությունը, թե բուհերը եւ թե մասնավոր ընկերությունները։ Բայց միանշանակ նաեւ այդ փոխհամագործակցության մասով աշխատանքներ պիտի տարվեն, գիտենք ՏՏ ոլորտը մեր մոտ ձևակերպված է որպես կարևորագույն ոլորտներից մեկը Հայաստանի համար, բնականաբար պիտի բոլոր հիմնարկությունները, բոլոր պետական եւ ոչ պետական հիմնարկություններ այդ ուղղությամբ աշխատեն։ Իսկ եթե խոսենք մասնագետներ պատրաստելու առումով, դուք որևէ այդպիսի ծրագիր ունեք, եթե այո, ապա այսօր գործում է այն։ Մենք նախկինում ունեցել ենք ակադեմիա, վերապատրաստման ակադեմիա, մշակել ենք ծրագրեր եւ ունեցել ենք ուսանողներ, որ մեր մոտ աշխատանքի են անցել եւ նաեւ ոչ միայն աշխատանքի, այլ ուրիշ ոչ միայն մեզ մոտ, այլ ուրիշ ընկերություններում։ Այս պահին ավելի կենտրոնացած ենք բուհերի, տարբեր բուհերի հետ փոխհամագործակցության մասով, նաեւ փորձում ենք դպրոցների հետ կապեր ունենալ, մանավանդ բարձրագույն դպրոցների հետ, որովհետև եթե աշակերտները, արդեն դպրոցական աշակերտները բավարար մակարդակի կրթություն չեն ստանում, բնականաբար բուհերի խնդիրը մեկ ավելի բարդանում է եւ այդ ուղղությամբ էլ փորձում ենք համագործակցություն ունենանք դպրոցների հետ։ Գաղտնիք չէ, որ տեխնոլոգիաների զարգացումն ի վերջո բերում է նաև տվյալների պաշտպանվածության եւ անվտանգության խնդիրների առաջացմանը։ Այս առումով ինչ կանխարգելիչ գործողություններ եք անում, որպեսզի ապահովագրված լինեք։ Շատ ճիշտ եք մատնանշում դա եւ երկու տարբեր ուղղությամբ տեղ աշխատանք է տարվում։ Մեկը հենց նոր տեխնոլոգիաներ օգտագործել պաշտպանվածության համար։ Հիմա եթե այն մարդիկ, որ հարձակում են կազմակերպում, օգտվում են արհեստական բանականությունից, հարձակումները կազմակերպելու, մենք էլ օգտվում ենք արհեստական բանականությունից պաշտպանությունը կազմակերպելու համար, բայց կա մի երկրորդ ուղղվածություն, որը ելի չափազանց կարևոր է եւ դա մարդկային գործոնն է։ Տեխնոլոգիաների փոփոխման հետ զուգահեռ արդեն օգտագործողները մարդիկ պիտի նաև իրանց գիտելիքները զարգացնեն այդ ուղղվածությամբ, որովհետև ցանկացած կիբերհարձակման դեպքում կամ տվյալների գաղտնիությունը վերանալու դեպքերի մեջ միշտ լինում է մարդկային գործոն ու շատ կարևոր է վերապատրաստումը եւ կրթությունը արդեն օգտագործողների մակարդակում, որպեսզի իրանք հասկանան ինչ վտանգներ կա, ինչ ռիսկեր կա եւ ոնց պիտի տվյալները պահպանել։ Արա հետաքրքիր է ինչ գործոններ են կարևոր լինելու եւ մեծապես ազդելու համաշխարհային տնտեսության վրա առաջիկա տարիների ընթացքում։ Ենթադրում եմ երկու գլխավոր գործոն կա, մեկը հենց ՏՏ-ի զարգացումը, մասնավորապես արհեստական բանականության զարգացումը ու դրա լայնամասշտաբ կիրառումը գրեթե ամենուրեք, իսկ մյուսը դե հենց գեոպոլիտիկ զարգացումներն են, որը մեծ հաշվով շատ անկարգավարելի է։ Ինչպիսին եք ցանկանում տեսնել Հայաստանը 10-15 տարի անց ՏՏ ոլորտում զարգացվածության առումով։ Հետաքրքիր հարց տվեցիք եւ կուզեմ մի շատ մեծ մարդու ցիտեմ, մի քանի շաբաթ առաջ հանդիպման էի ամերիկյան համալսարանում եւ հանդիպեցի Արմեն Տերկիրուեղյանի, դոկտոր Արմեն Տերկիրուեղյանի հետ, որը համահիմնադիրներից է ամերիկյան համալսարանի։ Այդ նույն թեմայով խոսակցություն եղավ եւ ինքը նշեց Հայաստանը ունի հնարավորություն անգլերեն ասած leapfrog ապահովել զարգացվածության մեջ կա այդ
պոտենցիալը եւ ճիշտ օգտագործելու դեպքում Հայաստանը կարող է միանշանակ առաջատար երկրների դասում հայտնվել առաջի տասնյակի մեջ թեկուզ դա այդ հնարավորություն կա եւ լիահույս եմ որ 10-15 տարի հետո այդ դիրքերում կլինենք Հուսանք հենց այդպես էլ կլինի Արա հետաքրքիր է նաև ձեր ծանրաբեռնված աշխատանքային առօրյայից հետո ինչպես եք հանգստանում որտեղ եք նախընտրում լինել Հայաստանում ունեք սիրելի վայրեր Իրականում որ զենամ մատնանշել սիրելի վայր Հայաստանում ցանկացած տեղ լինելը հաճելի է, բայց ավելի սիրում եմ բնության մեջ լինել այգիներում, հողագործության այգիներում, զբաղվել, ինչու՞ չէ նաև հողագործությամբ ունեմ մի քիչ ավելի էքստրիմ նախասիրություն նաև ես պարաշուտով թռնում եմ եւ այդ ոլորտն էլ ոնց որ զարգանում է Հայաստանում, հույսով եմ շուտով կկարողանամ Հայաստանում նաև թռնել։ Դեռ չեք փորձել։ Հայաստանում դեռ չէ։ Արա հետաքրքիր է նաև միջազգային խոշոր տեխնոլոգիական կազմակերպության ղեկավարի համար ինչն է ոգեշնչող եւ մոտիվացնող ապրել եւ աշխատել Հայաստանում։ Այ մի քիչ առաջ խոսեցինք տանը լինելու զգացողությունը։ Դրանից բացի թե տանը լինել եւ թե լինել այնպեսի ոլորտում, որ կա ահռելի մեծ պոտենցիալ, լինել մասնակիցը այդ պոտենցիալը իրականացնելու ու դա միշտ եզակի առիթ է լինել Հայաստանում, աշխատել մի ոլորտում, որ եւ ներդրումներ անել այդ ոլորտում, որը կարող է 10 տարի հետո, 15 տարի հետո լինի առաջատարը։ Ինձ դա ցանկացած ՏՏ մասնագետի երազանք կարելի է լինել եւ այդ հնարավորությունը կա Հայաստանում, հնարավորությունը կա այդ ուղղությամբ քայլեր անել, այդ նպատակ իրականացնելու մեջ քո ներդրում ունենալ։ Դրան գումարես, որ դա ամեն ինչ լինում է քո տանը, դա արդեն լավագույն արդյունքն է։ Դուք երկար ժամանակ եղել եք Սփյուռքի ներկայացուցիչ։ Հետաքրքիր է Հայաստանի զարգացման եւ միջազգային կապերի ստեղծման ամրապնդման առումով ինչ դեր ունի Սփյուռքը եւ արդյոք մենք օգտագործում ենք այդ ներուժը։ Բնականաբար Սփյուռքը շատ մեծ ներուժ ունի, ինչքանով ենք օգտագործում, երևի բավական մեծ անելիքներ ունենք։ Այդտեղ իմ կարծիքով ցանկացած հայ Սփյուռքում պիտի իրեն պահի այնպես ոնց որ Հայաստանի Հանրապետության դեսպան ամեն գնով սատարի Հայաստանի Հանրապետությանը անկախ քաղաքական կարծիքներից, անկախ թե մենք անձնական ինչ պատկերացում ունենք, եթե մեր տնից դուրս ենք, մեր տունը միշտ լավագույնն է եւ պիտի լավագույն պատկերը արտացոլենք եւ ամեն ինչով խթան հանդիսանանք իր զարգացմանը։ Եվ վերջում արա ձեր խորհուրդը մեր բոլոր այն հայրենակիցներին, սփյուռքահայերին, ովքեր դեռևս շարունակում են վարանել հայրենիք տեղափոխվելու վերջնական որոշում կայացնելու հարցում։ Կասեի վարանելու առիթ չկա, դժվար է, այո, դժվար է, ցանկացած փոփոխություն դժվար է, բայց երևի դժվարությունը հաղթարելու մեջ լավագույն նվերն է ստացնում մարդը, որ տեղափոխում ես միտեղ, որ քո հողի վրա ես, ոտի տակը պինդ է եւ կարող ես վայելես քո ձեռքբերածները, դա ուրիշ տեղ չի լինում։ Եթե պիտի պարծենաս քո հայ լինելով, վերջի վերջո միակ տեղ, որ լիարժեք կարելի է դա անել Հայաստանում է։ Շնորհակալություն Արա շատ հետաքրքիր զրույցի եւ կարեւոր խորհրդի համար։ Ձեզ էլ եմ շնորհակալ։ Արա Շամիրզայանի պատմությունը հնարավորություն է տալիս հայրենադարձությանը նայել մեկ այլ տեսանկյունից։ Երբեմն մարդ ընտրում է ոչ թե այն երկիրը, որտեղ ամեն ինչ կատարյալ է, այլ այն վայրը, որտեղ իր մասնակցությունն ունի իմաստ ու նշանակություն։ Աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որտեղ կարելի է հարմարավետ ու ապահով կյանք ապրել, բայց միայն հայրենիքում է զգում, որ քո ձայնը, աշխատանքն ու մասնակցությունը կարող են բերել իրական փոփոխություններ։ Ուրեմն արժե համարձակություն հավաքելու փորձել։ Հայրենիքը սպասում է բոլորին, իսկ մենք սիրով կպատմենք նաև ձեր պատմությունը։ Հաջողություն։
Շնորհակալություն։